Թուրք-պակիստանյան դաշինքը համերաշխություն է ցուցադրում Ադրբեջանում։ Թուրքական կառավարամետ Daily Sabah-ն այսպես է ամփոփում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի ղեկավարների Արցախի օկուպացված Բերձոր քաղաքում Լաչինում մայիսի 28-ին տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքները, նշելով, որ Էրդողանը, Ալիևն ու Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը իրենց հանձնառությունն են հայտնել թուրք-պակիստանյան դաշինքին իդեմս մարտահրավերների։ Հայկական լրատվական դաշտում շատ չեն հրապարակումները, առավել ևս վերլուծությունները այս թեմայով։ Մինչդեռ մեծ գաղտնիք չէ, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ Պակիստանը Հայաստանի հանդեպ իրենց վերաբերմունքով ու քաղաքականությամբ ամենաթշնամական ու ոչ բարեկամական երկրներն են աշխարհում։ Թուրքիայի ու Ադրբեջանի մասին վաղուց ամեն ինչ ասված է, բայց այս համատեքստում մի առանձին պարբերություն կարելի է հատկացնել Պակիստանին, որն աշխարհում միակ երկիրն է, որը ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ չունի Հայաստանի հետ, այլև մինչ օրս չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը։ Նույնիսկ Թուրքիան ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 24-ին։ Իսկ միասին վերցրած այս եռյակը նաև գործնականում է ցույց տվել իր բացահայտ թշնամանքը Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ։ Դա ամենացայտուն կերպով դրսևորվեց 2020 թվականի սեպտեմբերին հայկական Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ժամանակ։ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան եւ Պակիստանը ռազմական ու քաղաքական լայն աջակցություն էին ցուցաբերում Ադրբեջանին։ Ինչ սպառնալիքներ կարող է ներկայացնել թուրք-պակիստանյան դաշինքն այսօր Արցախի ամբողջական բռնազավթումից եւ տարածաշրջանում նոր ստատուս քվոյի հաստատումից հետո։ Մասնագետների դատողություններն առայժմ միայն տեսական դաշտում են։ Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի կարծիքով Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան դաշինքն առավելապես անուղղակի ազդեցություններ կարող է ունենալ Հայաստանի անվտանգության միջավայրի վրա։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում փորձագետը նշեց, որ Պակիստանը չափից ավելի հեռու է Հայաստանին իրական վտանգ ներկայացնելու համար։ Դե իսկ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ դիմակայությունն առավել քան իրական է։ Будет ли кто-нибудь за кого-нибудь воевать, но это, видимо, зависит от ситуации. Оказывать, скажем, помощь поставками оружия, да, вполне вероятно. Ну, все-таки, повторяю, все зависит от ситуации. Пакистан просто слишком далеко от Армении, чтобы создавать ей какие-то реальные проблемы. А с Турцией и Азербайджаном противостояние никуда не денется. Թուրք-պակիստանյան դաշինքի անուղղակի վտանգների շարքում ռազմական փորձագետն առաջին հերթին առանձնացնում է Թուրքիայի եւ Պակիստանի կողմից զենքի մատակարարումները Ադրբեջանին։ Մյուս ռիսկը կապված է Հայաստանի եւ Հնդկաստանի քաղաքական ու ռազմատեխնիկական խորացող կապերի հետ։ С другой стороны, Армения начинает сотрудничать с Индией, то есть как бы происходит некое втягивание в этот конфликт. То есть Армения, Азербайджан, Индия и Пакистан. До определенной степени происходит отражение, можно сказать. Но все равно оно далеко. То есть здесь только могут быть какие-то косвенные меры, то есть в первую очередь поставки оружия. Լաչինում անցկացված եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ Պակիստանը ներդրումներ կանեն այնպիսի նախագծերում, ինչպիսիք են Միջին Միջանցքը եւ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային ծրագիրը։ Էրդողանը նաեւ նշել է, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ Պակիստանը կխորացնեն համագործակցությունը ռազմաարդյունաբերության ոլորտում։ Թուրքիան եւ Պակիստանը Ադրբեջանի սպառազինության խոշորագույն մատակարարների թվում են։ Առանձնակի ուշադրության են արժանի Ադրբեջանի եւ Պակիստանի վերջին ռազմական գործարքները։ Ըստ ռազմական ուղղվածության տարբեր լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների, որոնց հղում են անում նաեւ ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանը մտադիր է Պակիստանից գնել 40 միավոր JF-17 Thunder Block ժամանակակից կործանիչներ։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 4.2 միլիարդ ԱՄՆ դոլար։ JF-17-ը Չինաստանի եւ Պակիստանի համատեղ արտադրանքն է։ Սա 4-րդ սերնդի թեթև բազմաֆունկցիոնալ կործանիչ ինքնաթիռ է, որը նախատեսված է ժամանակակից օդային պատերազմի պահանջները բավարարելու համար։ JF-17-ների վարկանիշը կտրուկ բարձրացավ Քաշմիրում Պակիստանա-հնդկական հակամարտության վերջին սրացման ընթացքում տեղի ունեցած օդային ճակատամարտից հետո, որը լրատվամիջոցները կնքեցին նորագույն պատմության խոշորագույն օդային ճակատամարտ անունով։ Ըստ CNN-ի մայիսի 7-ի գիշերը տեղի ունեցած օդային մարտին ընդհանուր առմամբ մասնակցել է 125 մարտական ինքնաթիռ, ընդ որում ավելի քան 1 ժամ տևած ճակատամարտի ընթացքում կողմերից որևէ մեկը չի խախտել մյուսի օդային տարածքը։
Ըստ պակիստանյան աղբյուրների, JF-17-ները դուրս կմղեն Ադրբեջանի զինանոցում առկա ռուսական MiG-29 կործանիչները։ Դե իսկ Թուրքիան շարունակում է Ադրբեջանին մատակարարել հրթիռներ, զրահամեքենաներ, Բայրակթար եւ Աքնջե մոդելի հարվածային անօդաչուներ եւ այլ զինամթերք։ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն զինվել ի հեճուկս Փաշինյանի խաղաղության խոստումների։ Թե ում դեմ է Փաշինյանի խաղաղության գործընկեր Ալիևը պատրաստվում օգտագործել Իսրայելից, Թուրքիայից, Պակիստանից եւ այլ երկրներից ձեռք բերվող բոլոր այս հարձակողական զինատեսակները, հետևությունները թողնում ենք ձեզ։ Արամ Սարգսյան, Տիգրան Նադարյան, Եվրոմեդիա 24